Գորաշկն ամեն օր ուղերձների շարք։ Ի՞նչն է քո կյանքի տրտմության պատճառը։ Շարունակում ենք շարքը, որը կրում է «Քաջալերանքներ 43-րդ Սաղմոսից» անվանումը։ Մեր կյանքերում տրտմության բազմաթիվ պատճառներ կարող են լինել։ Դրանք կարող են լինել արտաքին կամ ներքին գործոնների ազդեցության հետևանքով։ Այսօր ապրիլի 24-ն է և բոլորս հիշում ենք ցեղասպանության բերած արհավիրքները, որոնք մեկ դարից ավելի է ինչ ցավ ու տառապանք են բերում մեր ժողովրդի հոգեվիճակի մեջ։ Խնդիրներն ու ցավը, տառապանքն ու տրտմությունը կարող են լինել թե՛ համազգային, թե՛ ընտանեկան և թե՛ նեղ անձնական ոլորտներում։ Ընթերցենք մեր հիմնական աստվածաշնչյան խոսքը 43-րդ Սաղմոսի 3-5 հատվածում. «Ուղարկի՛ր քո խոսքը և քո ճշմարտությունը, թող նրանք առաջնորդեն ինձ դեպի քո սուրբ լեռը և դեպի քո բնակարանները։ Ես դեպի Աստծու սեղանը կգնամ իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ և քնարով կգոհանամ քեզնից, ո՛վ Աստված, Աստված իմ։ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում։ Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որովհետև Նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը»։ Սիրելի՛ բարեկամ, կարևոր է նշել, որ Սաղմոսերգուն չի խոսում այն մասին, թե Աստծու ներկայության մեջ լինող և Տիրոջը սրտանց երկրպագող մարդկանց կյանքում չի կարող լինել որևէ տրտմության պատճառ։ Հակառակը, հավատացյալի կյանքում տրտմության պատճառները կարող են անգամ շատ լինել։ Սակայն Տիրոջ ներկայության մեջ մի այնպիսի զորություն կա, որը ուժ, համբերություն և դիմացկունություն է պարգևում հավատացյալին, որպեսզի նա տրտմության համար բոլոր հիմնավոր նախադրյալների պարագայում անգամ կարողանա տրտմությունից ազատ կյանքով ապրել։ «Եվ որպեսզի հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնի համար ինձ խայթ տրվեց, սատանայի հրեշտակ, որ ինձ բռնցքահարի, որպեսզի չգոռոզանամ։ Դրա համար 3 անգամ Տիրոջն աղաչեցի, որ Նրան ինձնից հեռացնի։ Իսկ Նա ինձ ասաց. «Քեզ Իմ շնորհը բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։ Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում։ Կարո՞ղ ես արդյոք դու էլ քո ծանրագույն իրավիճակների մեջ ինքդ քեզ տալ այս նույն հարցը, որը Սաղմոսերգուն տալիս է ինքն իրեն։ Պողոս առաքյալը իր տկարություններից, նախատինքներից, վշտերից, հալածանքներից ու նեղություններից ընդամենը մեկ օրինակ է բերում, որում խոսում է իր մարմնի ցավի մասին, որի համար 3 անգամ խնդրել էր Տիրոջը։ Սակայն ցավից ազատվելու փոխարեն նա Տեր Աստծուց մի զորավոր շնորհի զորություն էր ստացել, որն առաքյալի մոտ հոժարության զգացում էր առաջ բերել, քանի որ դրա արդյունքում Քրիստոսի զորությունն էր բնակվել նրա մեջ։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ քո կյանքում կա՞ տրտմության հիմնավոր պատճառ։ Արդյոք դու էլ Սաղմոսերգուի, Պողոս առաքյալի ու բազմաթիվ նվիրյալ հավատացյալների նման կարո՞ղ ես ասել, որ Քրիստոսի զորության բնակվելը քո կյանքում շատ ավելի զորավոր վայելք է, քան տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների ու նեղությունների բերած տառապանքն ու տրտմությունները։ Տրտմությունն ու տրտունջը հավատացյալի հոգևոր պարտության դրսևորումներն են։ Մեր թշնամին՝ սատանան, ամեն բան անում է, որպեսզի մենք մեր դժվարությունների մեջ մոռանանք Աստծուն կամ, որ ավելի սարսափելի է, մեղադրենք Տիրոջը ու հեռանանք Նրանից՝ կյանքի ու փրկության միակ Աղբյուրից։ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում։ Երբե՛ք չընկնես թշնամու այս ծուղակի մեջ։ Նրա շնորհը բավարար է քո տկարությունների ու դժվարությունների ժամանակ քեզ զորացնելու համար։ Անգամ եթե այսօր դեռ չես տեսնում քո կյանքի ճգնաժամերից դուրս գալու ելքը և չես էլ կարող անգամ պատկերացնել քո կյանքը այդ ճնշումներն ու տառապանքը հաղթահարած վիճակում, միևնույնն է, չտրտմես ու չտրտնջաս, այլ հակառակվի՛ր չարին ու հուսա՛ Տիրոջը։ Նա քեզ կվերականգնի, կամրացնի, կզորացնի և հաստատահիմն կդարձնի, ինչպես համոզված եմ, որ անելու է մեր բազմաչարչար ժողովրդի հետ, եթե, անշուշտ, մենք դարձի գանք ու ապրենք Նրա ներկայության օրհնության մեջ։
Զգոն եղեք, արթուն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ում կուլ տա։ Դիմադրե՛ք նրան հավատքով, հաստատուն լինելով և իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում նույն չարչարանքներն են կրում։ Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի Իր հավիտենական փառքը կանչեց, ձեր փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի և հաստատահիմն կդարձնի։ Նրան իշխանություն հավիտյանս հավիտենից։ Ամեն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։